Պիկային թե առավելագույն արագությամբ, որն է խնդիրը, որն է իրավականորեն ավելի ազնիվ։ Երևի այս փիլիսոփայական հարցերն են հնչում ՆԳՆ աշխատակցի մտքում, երբ գրանցում է հերթական էլեկտրոմոբիլի շարժիչի արագությունը։ Սա հեգնանք չէ։ Նախարարությունը իսկապես հայեցողական մոտեցում է ցուցաբերում էլեկտրոմոբիլները գրանցելիս։ Բացատրեմ, մեքենայի գույքահարկը հաշվարկվում է շարժիչի հզորությամբ, որը լինում է պիկային եւ 30 րոպեանոց։ Բանն այն է, որ էլեկտրոմոբիլների դեպքում պիկային ավելի բարձր է, եւ հետեւաբար որքան բարձր է ձիաուժը, այդքան ավելի շատ հարկ։ Այս մոտեցմամբ է առաջնորդվում ՆԳՆ աշխատակիցը։ Եվ ոչ միայն։ Այո, Հայաստանի Հանրապետության թիվ 1 հերոսը հարկ վճարող քաղաքացին է։ Մեր ներքին օրենսդրությունը սակայն չի սահմանում, թե էլեկտրոմոբիլի դեպքում որ արագություն է պետք է գրանցել։ Իսկ այ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը սահմանում է, որ պետք է գրանցել 30 րոպեանոց առավելագույն արագություն, այլ ոչ թե պիկայինը։ Չեմ խաբում, իմ աչքով եմ տեսել։ Իդեպ այս հանձնաժողովի որոշումները պարտադիր են Հայաստանի համար։ Հենց սա է մտահոգում էլեկտրոմոբիլների վարորդներին, ինչու իրենց հանդիպած ՆԳՆ աշխատակիցները միատեսակ մոտեցում չեն ցուցաբերում էլեկտրական եւ ներքին այրման շարժիչով մեքենաները գրանցելիս, եւ ինչու է շրջանցվում սահմանված նորմերը, միջազգային նորմերը։ Իրոք տենց բաներ են ասում։ Ստացվում է պետությունը համ եղում է, համ դաղում, խրախուսելով քաղաքացիներին ձեռք բերել էլեկտրոմոբիլ, իսկ ձեռք բերելուց հետո հարկել հանխնա։ Այս թեմայի մասին առավել մանրամասն կարող եք կարդալ Infocom-ում հրապարակված հոդվածում, որի հղումը կգտնեք bio-ում։ Հետևեք, հավանեք եւ տարածեք մեր հրապարակումները, իսկ եթե հավանում եք մեր աշխատանքը, աջակցեք մեզ Patreon-ում։ Ցանկալի է պիկային հզորությամբ։